Տարբեր պատճառներով պայմանավորված մարդը հանկարծակի, երբեմն մի քանի ժամում կամ ժամանակի ընթացքում կարող է ունենալ լսողության վատացում։ Սակայն չարժե հուսահատվել, քանի որ միշտ էլ գործընթացը կարելի է կասեցնել և լսողությունը լիարժեք վերականգնել։ Լսողության վատացման հավանական պատճառներից են ոչ միայն օտիտները, միջին ականջի բորբոքում, այլև ցանկացած վարակիչ հիվանդություն, որոշ դեղերի օգտագործում։ Լսողությունը կարող է ծանրանալ տարիքի հետ, ինչպես նաև նյարդերի բնածին արատների հետևանքով, ծծմբային խցանման կամ անոթների հետ կապված խնդիրների արդյունքում, ռևմատիկ արթրիտի պատճառով և այլն։ Բացառիկ դեպքերում լսողությունը վերականգնելու համար առաջարկվում է վիրաբուժական միջամտություն։ Մրսածության հետևանքով կարող է լսողական նյարդի բորբոքում առաջանալ, ինչը կարող է ազդել լսողության որակի վրա։ Ականջի ցավ կարող է առաջանալ տարբեր պատճառներից։ Օտիտից բուժվելուց հետո պետք է ստուգել լսողությունը քիթ կոկորտ ականջաբանի մոտ և համոզվել բուժման արդյունքներում։ Մնացորդային երևույթների դեպքում հարկ կլինի ստանալ համապատասխան բուժում, նաև ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ։ Եթե հայտնի են լսողության վատացման պատճառները, ապա կարելի է հակաբորբոքային դեղաբույսերով ընդհանուր ամրապնդող ազդեցությամբ միջոցներ կիրառել։ Ծծմբային խցանի առկայության դեպքում այն պետք է հեռացնել, ինչը մասնագետները իրականացնում են հաշված րոպեների ընթացքում։ Աղմուկ ականջներում։ Աղմուկը, ղողանջը կամ էլ գվվոցը լսողական օրգանի տարբեր հիվանդությունների մասին են հուշում։ Սովորական ծծմբախցանից սկսած մինչև միջին և ներքին ականջի լուրջ հիվանդություններ, կենտրոնական լսողական խանգարումներ, օտիտ, նևրիտ, աթերոսկլերոզ, Մենիերի հիվանդություն, Եվստախյան փողերի ախտաբանություն և այլն։ Դրանք առաջանում են ներքին ականջի մանր անոթներում արյան շրջանառության խանգարումների հետևանքով։ Սովորաբար ականջներում աղմուկի հետ նաև լսողության խանգարումներ են առաջանում։ Ընդ որում, աղմուկի ուժգնությունը ուղիղ համեմատական է հիվանդության զարգացմանը։ Հիվանդը այդ աղմուկը համեմատում է զանգի, ծղրիտների բնաձայնի հետ։ Հետաքրքիր է, որ այդ աղմուկը ուժգնանում է լռության մեջ։ Երբեմն հնարավոր է գրիպներից հարբուխներից հետո, ջուր խմելուց, կուլ տալուց ականջի մեջ տկոցի ձայն գա։ Սակայն միշտ չէ, որ ականջներում լսվող աղմուկը լսողության խանգարման հետ է կապված։ Այդ երևույթի պատճառ է նաև ներքին ականջի արյան շրջանառությունը, որը արյան բարձր ճնշման, աթերոսկլերոզի, պարանոցի շրջանի օստեոխոնդրոզի, ներզատիչ համակարգի, բորբոքային հիվանդությունների, գլխուղեղի ուռուցքների հետևանք կարող է լինել։ Եթե աղմուկը միշտ է լսվում, անպայման պետք է խորհրդակցել սրտաբանի, ներզատաբանի և նյարդաբանի հետ։ Եթե երբեմն ականջները զրնգում են հոգեկան և ֆիզիկական գրգռվածության, լարվածության և հոգնածության հետևանքով, սովորաբար նման երևույթը առանց բուժման անցնում է, պարզապես հարկավոր է մի լավ հանգստանալ։ Ինչպես և բոլոր հիվանդությունների դեպքում, այս դեպքում ևս կարևորվում է աշխատանքի և կյանքի ռիթմի կարգավորումը, սնունդը, քունը, զբոսանքը թարմ օդին և առանց լարման աշխատանքային պայմաններն ու աղմուկից հեռու հանգիստը։ Ոմանք փորձում են ականջներում հնչող աղմուկը խլացնել հատուկ ձայնագրած թռչունների ծլվլոցով, անձրևի, ջրվեժի և նման հնչյուններով։ Հետաքրքիր փաստեր։ Մարդու միջին ականջում 25,000 բջիջ կա, որոնք կարգավորում են հնչյունը։ Ընկալվող հաճախությունների տիրույթը 16-ից 20,000 հց է։ Տարիքի հետ այն կրճատվում է, ինչը կապված է բարձր ձայների նկատմամբ զգայունությամբ։ Մեծ տարիքում մարդկանց մեծամասնության մոտ լսողության վերին սահմանը նվազում է մինչև 15,000 հց։ Մարդը գիտակցում է ձայնը մինչև ականջին հասնելը 35-ից 175 մվթ.
ընդ որում դրանից շուրջ 180-ից 500 միլիվարկյան պահանջվում է, որ մենք այն ընդունելուն լավագույնս հարմարվենք։ Ականջները, ինչպես և քիթը, աճում են ամբողջ կյանքում։ Մարդկանց 72%-ը, երբ անհրաժեշտ է լսել խոսքը, ասենք բարձր երաժշտության ներքո, իր խոսակցի կողմն է ուղղում աջ ականջով։ Լսողական խնդիրներ ունեցողներից 1/3-ի մոտ խախտումն առաջանում է չափազանց բարձր աղմուկի ազդեցության պատճառով։ Ճիշտ ընտրված լսողական սարքերը կարող են 90%-ով բարելավել լսողության որակը։ Լսողության խանգարմամբ տառապում է յուրաքանչյուր 10-րդը։ Նրանց մեծ մասին մասնագետները խորհուրդ են տալիս կրել լսողական սարք, սակայն 5-ից 4-ը այն չի կրում։ Որոշ մանկական հիվանդությունների դեմ պատվաստվելը վճռական դեր է կատարում լսողական համակարգի խանգարումների կանխարգելման գործում, օրինակ կարմրուկ, խոզուկ, կարմրախտ, մենինգիտ։ Մարդու ականջը շատ զգայուն է 2000-ից 2300 հց տիրույթում գտնվող ձայների նկատմամբ։ Փիղը լսում է 1 հց հաճախությամբ ինֆրաձայնը, մարդու համար նվազագույնը 20 հց է։ Նրանք ցեղակիցների հետ հաղորդակցման համար օգտագործում են ցածր հաճախական ձայներ, ընդ որում փղերը լսում են նաև ոտքերով։ Նրանք այդպես կարողանում են զգալ փղերի այլ երամակի տեղաշարժը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, ինչպես նաև լսել ու շրջանցել մարտի գոտիները։ Մորեխները և ծղրիտները լսում են մազմզուկներով պատված առջևի ոտիկներով, որոնցում ձայնի նկատմամբ զգայուն մեմբրանն է։ Հոլանդացի գիտնականներին հաջողվել է վերարտադրել այդ օրգանը, որը, ինչպես պարզվեց, ամենազգայուն ակուստիկ գործիքներից է։